Նույնիսկ ավելին ասեմ, գիտեք, անպայման չի մի մեծ ճարպակալում 30 կիլո ավել քաշ, որ մենք ունենանք այս խնդրը։ Նույնիսկ ամենափոքր կճարպի կուտակումը արդեն կարող է ինքը բերել սեռական ֆունկցիայի անկման կամ արդեն սկսված սեռական ֆունկցիայի անկումը բերի ճարպի կուտակման։ Եվ թաքցնելով ավելի վատանում վիճակը։ Ճարպն է շատանում, իսկ հետո ճարպը հակառակ ձևով ընկճում է տեստոստերոնին։ Եվ ստացվում է մի փակողակ, որտեղից դուրս գալը արդեն շատ բարդ է ստացվում, որովհետև դրան վաղը միանում է շաքարախտը իր հետևից բերում է, իսկ իմիջիալից ես պետք է ասեմ, այսօր ամբողջ աշխարհում շատ հետաքրքիր մի ստատիստիկա կա։ Գտնում են, որ ամեն մի հայտնաբերված շաքարախտով ախտորոշված հիվանդին ընկնում է մեկ չախտորոշված։ Այսինքն մեր ազգաբնակության, եթե հաշվենք Հայաստանի Հանրապետությունում մոտ 100,000 գրանցված շաքարախտով հիվանդ կա, ուրեմն մի այդքան էլ կա, որ չգիտի, որ շաքարախտ ունի, որտեղ բոլորը չեն առավոտյան գնում շաքար, եւ մինչեւ որ առավոտյան խախտվի, արդեն 5-ից 8 տարի լինում է խախտված գլյուկոզայի յուրացումը։ Եվ այսօր ապացուցված է, որ նույնիսկ դեռ չկա այդ այսպես ասած արտահայտված շաքարախտ հիվանդությունը որպես այդպեսին, բայց արդեն ունեն գլյուկոզայի յուրացման խանգարումներ, եւ սա արդեն բավական է, որ 37, 38, 40 տարեկան երիտասարդը ունենա սեռական ֆունկցիայի խանգարումներ, էրեկցիլ դիսֆունկցիա, ինչպես մենք ենք ասում, ցանկության թուլացում, բացակայություն, էրեկցիայի խանգարումներ եւ այլն եւ այլն։